Հիշում եք Արցախը հանձնելուց առաջ ասում էին, դե մենք պետք է Արցախը հանձնենք, որպեսզի Սյունիքով այդ ճանապարհը չտանք ադրբեջանցիներին։ Արցախը հանձնեցին, ճանապարհը տվեցին։ Իրանք ասում էին, որ մենք մինչև խաղաղության թուղթը չստորագրենք, չենք լուծարի Արցախի խնդրի հետ կապված ԵԱԿ Մինսկի խումբը, համանախագահների հետ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա։ Մինսկի խումբը լուծարված է, բայց խաղաղության փաստաթուղթ չկա։ Հիմա էլ իրանք համաձայնվել են 300,000 ադրբեջանցիների վերադարձին, իսկ դա նշանակում է, որ ցանկացած փոքրիկ միջադեպ Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործել են, որպեսզի մտնեն Հայաստան։ Իսկ դրանից հետո արդեն գիտեք ինչ կարող է տեղի ունենալ։ Մանավանդ եթե հիմա էներգետիկ ճգնաժամ էլ առաջացնեն Ռուսաստանի հետ այս խայտառակ հարաբերությունները վարելով, մենք ընդհանրապես կարող ենք որպես պետություն կոլապսի ենթարկվել եւ սոցիալական առումով, եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ անվտանգային։ Նույնիսկ Վրաստանի հետ հարաբերություններն են փչացրել այս իշխանությունները։